Որոշում ունեք սահմանադրական դատարան դիմելու եւ արդյոք այս խախտումները հիմք ընդունելով կարող ենք արձանագրել, որ ընտրությունները չեն անցել լեգիտիմ եւ կարող ենք արդյոք այսպիսի գնահատական տալ, որ կեղծված են։ Շնորհակալ եմ, սկսեմ վերջից, այո, այս ծավալը միջամտությունների ու հատկապես էլի ընդգծեմ, հատկապես նախընտրական շրջանում, նախընտրական քարոզչության ընթացքում բաց այդ կերպով մեր համար բոլոր անհարմարությունները, անհավասարությունները, այդ թվում ինչու ոչ չանդրադառնանք պետական ռեսուրսների ու վարչական ռեսուրսի այլ շահարկումների, օրինակ տարբեր չակերտավոր օրինական կաշառքներ բաժանելուն, որի վերաբերյալ կրկին, բավականին լայնածավալ նյութեր ունենք ու հնդհացս ԿԸՀ դիմումներ ենք ներկայացրել, այդ նույն բարեգործության արգելքը, այդ նույն մի շարք սահմանափակումներ, որ մեր նկատմամբ նորմալից ավելի լայն էր կիրառվում ու մեր նկատմամբ իրավական միջամտությունների տեղիք տալիս, թույլատրել էր քաղաքացիական պայմանագրին ու բացահայտ կերպով, անթույլատրելիության սահմաններում։ Ինչ վերաբերում է վերջին, դա արդեն կրկին քաղաքացու կամքը շրջանցել էր, քաղաքացու կամքը չհարգել էր, երբ ընդամենը մի քանի տոկոս ձայների հաշվարկ էր տեղի ունեցել ու այդ պայծրությամբ իշխող ուժ հանդիսացող քաղաքական ուժը կանգնում է ու իրան հռչակում է հաղթող։ Այսինքն արդյոք սա հիմնավոր կասկածի տեղիք չի տալիս, որ հնդհացս իրենք միջամտություններ են իրականացրել ու համոզված են այդ միջամտությունների համար։ Սա, եթե իրավական պրոցես լինի, եւս մեկ ապացույց է լինելու առ այն, որ քաղաքացիական պայմանագիրը ծավալուն ընտրակեղծիքներ է իրականացրել ու բացի փաստացի ընտրակեղծիքներից իրավական գործընթացների շրջանցումից, դա կրկին ասում եմ, սահմանադրաիրավական ճշմարտության նկատմամբ միջամտություն է, որ իրենք դեռևս մեկնարկած հաշվարկի պայմաններում հրատապ ասուլիս են հրավիրում եւ նման հայտարարություն են տարածում։ Արդյոք այլ արդյունքի կանխարգելում չէր նաեւ սա։ Մի շարք վերլուծություններ կարող են կատարել։ Շնորհակալ եմ։ Տեսեք, այդ կրկին, իրավական ասեցի արդեն այն նորմայի սահմաններից դուրս էին խախտումները, օրինակ նույն անձնագրայինների պայմաններում, կարծում եմ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովին է, եթե դիմեք, հազարավոր ահազանգեր ստացած կլինի, որովհետև անձամբ ինձ քաղաքացիները տեղեկացրել են, որ ԿԸՀ-ել են դիմել, իսկ սահմանադրական դատարանի հետ կապված ասեմ հետևյալը, որ էլի սպասենք արդյունքների, հասկանանք համապարփակ իրավիճակը ինչպիսին է ու որոշում կկայացնենք, էլի որոշակի քաղաքական նրբություններ էլ կան այդ որոշման կայացման մեջ։